Երեկո, բարի երեկո, շատ հագեցած օրեր, օրը ի դեպ օրվա աշխատանքային, քիչ թե շատ աշխատանքային մասը եզրափակվեց Երևան քաղաքի մայր եկեղեցում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կանոնական Սուրբ Եվանմա պատարագի մատուցման, որ Արագածոտնի թեմից արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն էր պատարագիչ քահանան, շատ հետաքրքիր էր, խորհուրդը նվիրված էր առհասարակ Սուրբ Աննայի հղության Մայրամաստվածածնով հղանալու տոնն է այսօր, արդեն ավարտվում է օրը, և նաև եկեղեցական և աշխարհիկ խորհուրդը նվիրված էր բռնադատված գերիալ արքեպիսկոպոսներին, Տեր Գարեգինին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հիշատակությունների հատվածում պատարագում հատվածներ կան հիշատակության սրբերի, այսինքն համաքրիստոնեական սրբերի, ինչպես նաև հայոց հայրապետերի տարբեր ժամանակների և նաև մեր օրվա և նաև Հայաստանի Հանրապետության 91 թվականից Հայաստանի Հանրապետության հատվածը, Հայաստանի անկախության շրջանում տարերայնորեն այդտեղ ավելացել էր նաև Արցախի Հանրապետություն հատվածը և շատ հետաքրքիր այսօր ձևակերպում տվեց պատարագիչ քահանան Տեր Մանուկը, բարեողջույններս, որդիական և հարգանքներս իրեն, ասես Հանրապետություն Հայաստան, զգերյալ Արցախ ևս Ջավախք, էսա հայկական եկեղեցին, հայաստանյան առաքելական եկեղեցի սա է, ով այս ամեն ինչի կրողը չի, ինքը ավտոմատ դուրս է այս ամեն ինչից և հետո խորանից ներքև ոնց որ Տեր Վրդանեսից էին հարցազրույց վերցրել լրագրողները, սենց բաներ է ասում, դուք ինչ կարծիք եք, պետք է հիմնը միացնել, եսիմ ինչ անել, ասեց մեծ սիրով միացնեմ, բայց Արցախի հիմնն էլ եմ միացնելու, ակնարկը և նաև թափանցիկ և ուղիղ ակնարկը այն էր, որ այնպես չի, որ ինքը հիմնի դառնա, ինքը ուղղակի եկեղեցին հալածելու, եկեղեցին ձևախեղելու, եկեղեցին իր անձնական կամքին հպատակեցնելու արշավի մեջ է, թե չէ ասեց Հայաստանին էլ միացնեմ, Արցախին էլ միացնեմ, անդրադառնանք հիմա այսօրվա մեր խոստացված թեմային, որ տեսնում եք վերնագրի մեջ, այսօրին մեր ուշադրությունը առավելապես բևեռված է եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին, ծավալումներին բնականաբար, բայց իշարս դրա, զուգահեռ դրան և նաև դրանից չասեմ բխող, բայց հավասարապես քայլող ամեն դեպքում լեյտմոտիվով արծարծվում է նաև այս ամեն ինչի քաղաքական հանգուցալուծման, քաղաքական լուծումների թեման, որ առնվազն 5 տարի մտահոգում է հայ հանրության մեծ մասին, այս կամ այն կերպ, մենք մեր քաղաքագետի կաբինետի ընթացքում էլ հաճախ խոսել ենք ընդդիմության միավորման թեմայով, ես այսօր ինչ-որ առումով թարմ, ինչ-որ առումով հնացած օրինակով եմ եկել, իդեպ քաղաքագետի կաբինետին և առհասարակ հայկական ալիքի, հայկական նախագծի գործունեությանը աջակցելու համար կարող եք հենց այս եթերի ներքևի աջ հատվածում երևացող QR կոդով բաժանորդագրվել և Patreon-ում մեր աջակիցը լինել, այդ օգնում է այս ամեն ինչը, ինչ որ երևում է և նաև կադրից դուրս է չի երևում, բայց նպաստում է այս ամեն ինչին, պահել շարունակական, պահել
անխաթար։ Մի քանի անգամ խոսել ենք ընդդիմության միավորումների համերաշխության թեմայով։ Հիմա այսօր մի հատ կենթանի օրինակ եմ բերել, մի փոքրիկ հաշվարկ։ 2018 թվականից 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը, որ կայացավ, կարծեմ, դեկտեմբերի 9-ին, էական չի երբ, դեկտեմբերին, 18 թվական, այսօր շատ համապատրաստից եղավ, պտի 19-ի մոտավորապես գարնան մոտերը լիներ, այսինքն արդեն մի տարի այդ ամեն ինչից հետո, որ Յանի ընդդիմությունը ժամանակ ստանար, որ պատրաստվեր, բան աներ, ինչի պտի Նիկոլը իրանց այդ ժամանակը տար չգիտեմ, բայց այդ ակնկալիքը կար, հետո գնաց Ամերիկա, այնտեղ որոշ բանակցություններ, հանդիպումներ, որ էսպային նույնիսկ էական էլ չի, այդ ապագայում էական կլինի մեկ գիտնականներին, մեկ քննիչներին, եւ եկա ասեց, որ հենց այնտեղից հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ են լինելու, ոչ մի նորմալ ժամանակ էլ ընդդիմությունը չստացավ պատրաստվելու, այդ իդեպ, որ ասում ենք ընդդիմություն, այնտեղ շատ քիչ բաներ մնացել էլի, հանրապետական կուսակցություններ եւ բնականաբար եւ հայ հեղափոխական դաշնակցությունը, որը արդեն 18 թվականի հոկտեմբերից բոլոր կապերը կոալիցիոն, ձևական, բովանդակային խզել էր բանի հետ, այս իշխանությունների հետ։ Հիշենք, ով ինչքան ձայն հավաքեց։ Առաջի տեղ անիմաստ է հիշել, անչափելիորեն շատ ձայներ։ Երկրորդ տեղում ուրեմն ես համել գրեմ։ Երկրորդ տեղում 103,801 ձայն։ Երկրորդն է կարևոր, դե առաջինը, որտեվ այդ ժամանակ մրցակցությունից դուրս էր։ 103,801 ձայն հավաքեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Իրանից հետո երրորդ տեղում Լուսավոր Հայաստանն էր, Լուսավորի ձայները էական չեն, հեսա ձեզ էլ պարզ կլինի, թե ինչու։ 103,801 59,083 ՀՀԿ-ներ հավաքել, 48,816 դաշնակցությունը։ Այս երկու թիվը ՀՀԿ-ի դաշնակցության, որ գումարում ենք իրար, լինում է 107,899, 107,899, այսինքն 4,098, կարելի ասել 4,100 ձայնով ավելի շատ, քան Բարգավաճինը։ Այսինքն, երբ որ մեխանիկորեն այս երկու ձայները գումարում ես իրար, ստացվում է, որ իրանք երկրորդ տեղով մտնելու են խորհրդարան, Բարգավաճից էլ շատ։ Այնտեղ արդեն, չգիտեմ ճիշտ ասած Լուսավորը կմտներ թե չէ, կարելի է հաշվել, թե առանձնապես տերտերի գիտություն չի, բայց Աստված Լուսավորի հետ, այստեղ էականը էս է, որ փաստորեն այդ ձայները կային, այդպես չի, որ, այսինքն, նայեք, 107,899 ձայն, 2018 թվականի դեկտեմբեր, այն որ դու ասեիր, ես Նիկոլին դեմ եմ, կնայեմ, որ ոնց, այլ մոլորակային է եկել։ Եվ այդ պայմաններում, գիտեք, բռնությունները իրականում, հիմա բռնություններ են, շատ բարդ է ասել, բռնությունն է ավելի վատ, հիմա մեկը կարա ասի, իհարկե բռնությունն է ավելի վատ, չգիտեմ, եկեք բան անենք, եկեք որպես ռետորական հարց բան անենք, էլի բռնությունն է ավելի վատ, թե այդ խայտառակ հասարակական էյֆորիան, որը Իրանից դուրս է դնում, կոպիտ ասած մարդու տեղ չի դնում նրանց, ովքեր որ բան են անում, ովքեր որ չեն կիսում այդ էյֆորիան։ Երկուսն էլ հոգեբանական բռնության ձևեր են, մեկը հոգեբանական է, մեկը նաև ֆիզիկական է։ Ըստ այդմ միգուցե բռնությունը ամեն դեպքում ավելի ծանր է, չեմ պնդում, սա ռետորական իրոք հարց էր, եւ վերջնական շուտ դիագնոզ չունեմ, բայց այն որ այդ էյֆորիան էլ պակաս ինքը ճնշող հանգամանք չէր, այն որ դու միջավայրում ես, մտածում ես ինքդ քեզ գրաքննես, չգրաքննես, կամ ասում ես իրանց հերնի անից չեմ գրաքննելու ու մի անգամից մտնում ես կոնֆլիկտի մեջ, այն որ ասում են առովնը մեսցի է, որ ասենք կարայր եւ չմտնեիր, բայց դու քո սկզբունքների համար, հիմա որն է ավելի վատ։ Երկուսն էլ վատ են։ Միգուցե բռնությունը էլ եմ կրկնում ավելի վատ է, բայց այն ժամանակ շատ անտանելի պայմաններ էին։ Այդ էյֆորիայի հակառակ կողմը, այդ էյֆորիայի ու կեղծ
սիրո համերաշխության են հակառակ կողմը, որ շուռ է տալի, այդ ոչ թարախը, մաղձը, այդ հաղթանակած աբիժնիկությունը, այդ ամեն ինչի պայմաններում 107,899 ձայն ընդդիմությանը ՀԿ-ն էր ընդդիմություն, ՀՅԴ-ն էր։ Ինչ եղավ այդ 107,899 ձայնը, ոչինչ։ Ուրավ։ Հիմա կասեք, բայց իրանք ոնց պետք է մի ցուցակով բան անեին, հանդես գային եւ այլն եւ այլն։ Մի հատ անեկդոտ կա, Ստալինին 39 թվականն է, գալիս են զեկուցում են, ասում են ընկեր Ստալին, բարձր սպայակազմ է, էլի, Ստավկեն։ Ստալինի զեկուցում են, ասում են ընկեր Ստալին, մենք ձև ենք գտել Ճապոնիային շատ արագ կապիտուլացնելու համար։ Ասում են զեկուցեք։ Գիտնականները պիտի ուրեմն Սախալինի կողմերից ծովով ճանապարհ փորեն ստորջրյա դեպի ճապոնական հիմնական քաղաքներ, այդ թվում Տոկիոն, եւ մեր հատուկ ջոկատայինները պետքա օրերով այդ բանը ճանապարհը կտրեն, այսպես կուզեկուզ մտնեն, դիվերսիոն գործողություններ իրականացնեն, հետո արդեն մեր օդուժը բարձր զոհեր տալով, բայց ամեն դեպքում այդ բարոյական հոգեբանական գերազանցության պայմաններում օդուժը սկսի ռմբակոծել, հաշված ժամերի հարցը կապիտուլացվելու են, երբ որ պատերազմը սկսվում է ոչ թե հերվից, ոչ թե օդից, այլ հենց քո քաղաքների մեջ կկապիտուլացվեն։ Ստալինն ասում է շատ բարի, ես հավանության եմ արժանացնում, մենակ մի հարց ունեմ ընկերներ, իսկ գիտնականները ինչպես են փորելու այդ ճանապարհը, բաները զեկուցաբերները ասում են իսկ այդ մեկը արդեն թող գիտնականները մտածեն ընկեր Ստալին։ Հիմա գիտեք հանդես գալով այս կարգավիճակում, քաղաքագետի կարգավիճակում կարող է մի քիչ դա այսպես շագերտավոր արտոնյալ թվա, բայց կարող եմ այդ իրավունքը վերապայել, ասել իսկ այդ մասին թող մտածեն գիտնականները, ինչպես կարելի է նենց անել, որ այս 107,899 ձայնը, որ լավ ված ժողովուրդը տվել էր, չկորեր։ Հələ ես չեմ ասում, որ եթե օրինակ իրենք հանդես գային մեկ ցուցակով, կարող 107,899 չլիներ, ավելի շատ լիներ։ Հիմա եթե հետ շուռ տանք էլի պատմության անիվը, ու պատկերացնենք 18 թվականի դեկտեմբերին իրոք երկրորդ տեղով, այսինքն որպես խոշոր ընդդիմադիր մի հատ բան, մոտապես այնքան, ինչքան հիմիկվա Հայաստան դաշինքն է, մի քիչ, բայց ամեն դեպքում մտնում են բանը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ասենք մեկ բանով, մեկ ինչ-որ դաշինքով, մեկ ցուցակով, այլ կընթանար հայոց պատմությունը, ինչ որ չափով հա, այսինքն հիմա ստեղ ես այն մոտեցման կողմնակիցը չեմ, որ պատմությունը եթենես չի սիրում, պատմության ամենասիրած բանը, պատմագիտության ամենասիրած բառը եթենա, այլապես պատմագիտությունը պետք է անցալել որպես ինչ-որ ուղղակի թվականների շարադրություն, բայց դա չի պատմագիտությունը այն իմաստներն են, այն պատճառահետևանքային կապերն են, որոնք ընկած են պատմության մեջ եւ որոնք անվերջ վերարտադրելի են, դրանք ունիվերսալ են, մեկանգամյա չեն, դա է պատմագիտությունը, հետեւաբար, քանի որ մենք պատմության մեջ չենք կարող գիտափորձեր դնել, ոնց որ ասենք կենսաբանական բնական գիտությունների շատերի դեպքում մեզ մնում է եթեն մի հավատացեք լուրջ մի ընդունեք հատկապես ուսանողներին եմ խոսքս ուղղում ովքեր մասնագիտանում են այս թեմանով լուրջ մի ընդունեք որ պատմությունը եթեներ չի սիրում ընդհակառակը պատմագիտության ամենասիրած բառն է իսկ եթե այսպես չլիներ ինչպես կլիներ եւ դու հետահայաց բան ես անում հետահայաց վերլուծություն հետահայաց պատմական ինժեներիա, որը քեզ թույլ է տալիս որ մոդելներ կառուցարկել։ Ինչ կլիներ։ Իհարկե շատ հեշտ է ասել, ոչ մի բան էլ չէր փոխվի, որովհետև հենա հիմա էլ խորհրդանում ունենք ընդդիմություն, մեկի տեղը երկու առանձին բան ունենք, ֆրակցիա ունենք, ինչ է փոխվում։ Ես կարծում եմ, որ փոխվում է։ Չի փոխվում այն աստիճան, ինչ աստիճան, որ մենք ենք ուզում, այդ թվում այդ նույն ֆրակցիաներն են ուզում, բայց փոխվում է։ Չլինեին իրանք շատ աղետներ արդեն վաղուց եղած, պրծած, արագացած կլինեին։
Եվ հակառակը 18 թվականին խորհրդարան անցնեին ընդդիմադիր ուժ լիքը բաներ միգուցե հետաձգվեին, ես չգիտեմ, դատարանների շրջափակումը կլիներ, թե չէր լինի, հա միգուցե էլի լիներ, բայց այդ ժամանակ խորհրդարանում լիներ ոչ թե ինչ-որ մի հատ ամորֆ վիճակ, այլ լիներ ընդդիմություն, որ կանգներ, այսօրվա պես ինչքան որ ուժերի ներածին չափով կարողանում է, քյալլատար, մարտամեկին հունից աներ, մանդատ ունենար, որ նաև կարողանար շփվել բաների հետ, լավ վատ այդ արտասահմանյան ինչ-որ գործընկերների, բաների, ու միգուցե ինչ-որ բան քիչ այլ ձև լիներ։ Սխալ մի հասկացեք, բնականաբար այս իշխանությունների պարագայում, այո, ընթացքը վեկտորը վերցված է այնպես, ինչպես բոլորս գիտենք, հայտնի կինոն, որ ասում էր բոլորս դեպի ավտոդոր, հիմա այստեղ վերցված է բոլորս դեպի Թուրքիա, բոլորս դեպի ստրկություն, բայց այդ ընթացքը կարա արագ գնա, կարա դանդաղ գնա, կարա պայտակ բուքսավատանի, կարա ընդհանրապես դադարի ինչ-որ մի պահ հետո նորից շարունակվի, մենք լինելով այս կարգավիճակում դիմադրողների, դիմադրության, չգիտեմ, մարտիկների, դիմադրության շարժման, ազգային ազատագրական պայքարի, մի խոսքով ասիմետրիկ ինչ-որ պայքարի, որտեղ դիմացինը մեզնից անհամաչափորեն մեծ բանի է տիրապետում ռեսուրսային եւ նաեւ քաղաքական կապիտալի բազայի։ Մեր խնդիրը, մեր ռիսկերը, մեր կորուստները, մեր նաև ժամանակային հնարավորությունների կորուստը նվազեցնելն է։ Հիմա վերադառնալով այս բանի միավորման թեմային, այո, նման օրինակ կոալիցիան, այդ նշած երկու կուսակցությունների ՀԿ-ի ՀՅԴ-ի, ինքը մի քիչ այսպես բան է նայվում։ Վստահ եմ, այդ ժամանակ ես ընդհանրապես Երևանում չէի, ապրում եւ աշխատում էի Արցախում, Արցախի կառավարությունում եւ Երևանյան հասարակական քաղաքական կյանքին մասնակցել եմ հասարակական կյանքին, այսպես հեռավար եւ առանձնակի գետնի վրա շատ շփումներ չեմ ունեցել։ Բայց ես վստահ եմ, եթե երկուսին խոսացնեի, մոտապես եւի այսպիսի պատասխաններ լինելու։ Մեկը ասելու էր, ախր ոնց, ասենք Հույդան պետք է որ այդպես ասեր, ոնց իրանց այդ կոալիցիայի մեջ մտնենք ՀԿ-ի այդքան մերժեցին իրանց մի քանի ամիս անցել, կես տարի բան, այնտեղ ռեյտինգ չկա եւ այլն։ Շատ հարգալից, բայց սենց էլի օբյեկտիվ առաջանցքից։ ՀԿ-ն էլ հակառակը, կասեր չէ, դե իրանց այդ ոնց գնացին, միացան, ստորագրեցին, կոալիցիայի մաս դառան, հետո նոր, երբ որ Նիկոլը բան արեց, իրանց դրեց են մեկի մեշկի վրա գիտությունների ակադեմիայի շենքի դեմը մեկի մեշկին ստորագրեց, գործից հեռացրեց իրանց բաներին, մարզպետերին, բաներին, նախարարներին, եսի մինչերին, նոր արդեն բան եղան, նոր դառան ընդդիմություն, մենք մեր ուժերով կգնանք, լավ էլ բան կլինի, կստացվի։ Դե արդյունքը հեսա գետնի վրա է։ Բարեբախտաբար ներկայումս ընդդիմադիր դաշտում այս միավորումների թեման տարբեր մարդկանց համեստ մեծ ու փոքր ջանքերի գնով թեման հասունացած է, առնվազն ինձ երկու լուրջ ծանրակշիռ, այսպես կասեի, նախաձեռնությունը հայտնի այս ուղղությամբ նաև կենթանի աշխատանք տանելու ժամանակագրորեն առաջինը ազգային ժողովրդավարական միավորում կուսակցությանն է, Վազգեն Մանուկյանն է այդ կուսակցության ղեկավարը, Վազգեն Մանուկյանը առաջարկել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը ստորագրեն մի հատ ընդհանուր մանիֆեստ համաձայնագիր, որտեղ ասենք ես ենթադրում եմ, հայտարարության տեքստը այդքան մեծ չէր, բայց ընդհանուր ինչ-որ սկզբունքներ են ֆիքսվելու, որ այո, մենք համարում ենք Արցախ, ինքնորոշում վերադարձ, օրինակ, պատաններ, N, ցեղասպանության հարցում արդարություն, պահանջատիրություն, մեր բազային բաները։ Պլյուս դե նաև պետք է որ ասենք դատապարտելով այս իշխանության S-ը գործելավոճը այդ բանը արդեն
պրեամբուլայում պետք գրել, նախաբանում։ Որից հետո այդ ներքո ստորագրյալ ուժերը պարտավորվեն նաև իրար դեմ բաներ չանել, կարողական արշավներ, եւ ստացվում է ինչ, որ իրանք էլի մնում են ոնց որ ցուցակային առումով առանձին, բայց մրցակցում են ոչ թե իրար հետ, այլ մրցակցում իրար դեմ, այլ մրցակցում են թե կոպիտ ասած ով ավելի լավ այդ կետերի տակ որ ստորագրել են, ով ավելի լավ մարդկանց կհամոզի այդ կետերի ճշմարտացիության մեջ։ Կոպիտ ասած ով ավելի լավ կգնա ընտրողին կհամոզի, որ գիտես Արցախը մերն է, օրինակ մեզ պետք է, չպիտի հրաժարվենք, դե արի ինձ ընտրի, ենթադրենք։ Ու այս տրամաբանության մեջ ոնց որ տարբերություն չկա արդեն այդ ձենը ուր է գնում։ Մաթեմատիկան եթե մի կողմ դնենք, սա ճիշտ է։ Հիմա մաթեմատիկային էլ կգանք։ Բայց սա ճիշտ մոտեցումը։ Երկրորդ տարբերակը, երկրորդ նախաձեռնությունը պատկանում է արդեն Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, իդեպ որի նկատմամբ էլ ոնց որ ինչ որ հալածանքներ են փորձում սկսել, այսօր կանչել էին քննչական, ինչ որ տեղից էլ արհեստացին գործով վկայություն թե ցուցմունք էին ոնց որ ուզել, ինքն չի տվել, հայտարարելով որ քաղաքական մոտիվացված գործ է։ Իշխան Սաղաթելյանն էլ առաջարկում է, որ կոնսուլտացիաների արդյունքում զրույցների, բաների ավելի լայն կազմով ըստ որում քաղաքական, նաև հասարակական, ներկայանալի կշիռ ունեցող ուժերի մոտապես էլի սենց ինչ-որ բանի գան, եթե ոչ ինչ-որ մարմին համախմբող բան, որը ոչ մարմինալ լինելու, ոչ էլ համախմբելու է, այլ գոնե ինչ-որ բազային բաների շուրջ, սկզբունքների շուրջ էլի լինի համաձայնություն, ամենակարևորը իրար բան չանելու, չթիրախավորելու։ Հիմա մաթեմատիկան։ Խնդիրն այն է, որ դաշինքների համար անցողիկ շեմը բավականին բարձրացվել է, կուսակցությունների համար ճիշտ է իջացվել է, դաշինքների համար հակառակը բարձրացվել է, 8-10 է դարձել, եւ այստեղ բացի բանից, բացի նպատակների ազնվությունից, բանից եւ այլն, շատ կարեւոր է նաեւ ռեալ քաղաքական կշիռը, որովհետեւ քաղաքականությունը այո, դա իմ հաստատ համոզմունքն է եւ երբեք չեմ դավաճանի այդ սկզբունքին եւ քարոզեմ այդ սկզբունքը, որ այո քաղաքականությունը ինքը իդեալների մասին է։ Իդեալներ, որոնք միգուցե երբեք չեն առարկայանանում կամ ամբողջությամբ չեն առարկայանանում, բայց իդեալներ, որոնք պիտի հետապնդվեն եւ միայն այդ դեպքում քաղաքականությունը ունի իմաստ։ Բայց սա քաղաքականության վերնագագաթն է։ Իսկ արդեն այն սաղ ներքևը կարողությունների, հնարավորությունների մասին է։ Այսօր գործընկերներից մեր Հայելի ակումբում էի հյուր եւ Տիկին Անժելա Թովմասյանը ասեց, որ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը կարծես նույնպես ի սկզբանե դիտարկել է այդ տարբերակը մասնակցելու Էջմիածնի ընտրություններին, որոնք նոյեմբերի 16-ին եղան։ Բայց այնուհետև չեն մասնակցել, ըստ ամենայնի գնահատելով շանսերը եւ հասկանալով, որ չեն կարող անցողիկ շեմը հաղթահարել, բայց վստահաբար ինչ որ մարդիկ իրենց տեխնացուի օգտին կքվեարկեն եւ այդպես։ Անժելան ասեց. Եթե սա այսպես է, ապա միայն գովեստի արժանի մոտեցում է։ Սա նշանակում է, որ նոր ուժ լինելով հանդերձ, այդ ուժը նաեւ ազգային ներհայեցողություն ունեցող ուժ է եւ այսինքն մտածելու ստապ դատելու ընդունակ։ Մեկ-մեկ երբ որ մենք ես ձեր խոնարհծառան առաջին հայացքից քննադատությամբ ենք հանդես գալիս նոր ուժերի հանդեպ, ոչ թե որ նրանք նոր են, ոչ թե որ մենք համարում ենք որ կան հին ուժեր եւ նրանց այդ տեղը բան նորակառույց շենքի, այտենց պարկինգի այդ կայանատեղի պես ամրագրված է եւ ուրիշ ոչ մեկը չի կարող ընդդիմադիր դաշտ մուտք գործել, չէ, բնավ դրա համար չի։ Այլ նրա համար, որ լավ նոր ուժ ես,
դու ձևեր գտի, կոմունիկացիոն միջոցներ գտի մարդկանց հետ աշխատելու, աջակիցների բազա ունենալու, մաքուր ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու, չկոոպտացվելու, օտարերկրյա ազդեցության գործիք չդառնալու եւ աստիճանաբար կշիռդ բարձրացրու։ Այս խորհրդարանական ընտրություններին տենում ես ողջամտորեն շանս չունես անցողիկ շեմը հաղթահարելու, մի մասնակ, դե ամոթ բան չկա, որ մենք երեխա ենք, դպրոցական ենք, դասատուն ասում էր երեխաներ, չիմանալը ամոթ չէ, ամոթը չհարցնելը։ Հիմա չմասնակցելը ամոթ չի, ամոթա մասնակցելը ձեներ տանելը, բայց ոչ այնքան, որ դրանք անցողիկ լինեն, այսինքն այդ ձեները փաստացի, այդ փոշի անցնել էլ չի է, վերաբաշխման արդյունքում շահում է առաջի տեղը, որ ենթադրաբար իշխանությունն է լինելու, ոնց օրինակ Գյումրիում եղավ։ Ճիշտ է, Գյումրիում ի վերջո պարտվեց իշխանությունը, բայց քանակապես առաջի տեղում էին, ուղղակի տոկոսներով գումարվեց, չկարեցան բան անել։ Հիմա էս է ամոթ, ոչ թե չմասնակցելը, այլ ցած անփառունակ մասնակցելը։ Այս մի ցիկլին մի մասնակցեք, կամ մի մասնակցեք հենց ձեր ցուցակով, աջակցեք ինչ-որ մեկին, ում բանեք գաղափարապես ավելի ձեզ համար ընդունելի է, համակրելի է, կամ ժողովրդին կոչ արեք ընտրել ընդհանրապես անցողիկներին։ Օրինակ մեր հայկական նախագիծը 2021 թվականին այդ ձևով է գործել։ Շատ բաց, թափանցիկ, մեր գրառումները մինչև այսօր ինտերնետում դրած է, ես հիմա կարող եմ իմ պատը բացել, ոչինչ այնտեղ խմբագրված չի, փոխված չի, ջնջված չի, այսպես էր, որ Ժորժ ջան, շատ պարզ է, պետք է ընտրել նրանց, ովքեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու իրատեսական հնարավորություն, կետ առաջին, եւ երկրորդ, այդ ուժերի մեջից, ովքեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու իրատեսական հնարավորություն, նրանց, ովքեր շեմը հաղթահարելուց հետո ԿՊ-ի հետ կոալիցիոն համաձայնության մեջ չեն մտնի։ Շատ պարզ երկու պարամետրանոց բան, պայմանաշար։ Հետո մի հատ էլ բութ էինք դնում, առանց ինչ-որ այլևայլ սեթևեթանքների, բաների, ձևականությունների, բութ էինք դնում, ասում ենք այսինքն Հայաստան դաշինք կամ պատիվ ունեմ դաշինք։ Եվ այս դաշինքները այդ իմաստով երկու պայմանն էլ արդարացրել են, հեսա վերջին ենք մոտենում արդեն ընտրական ցիկլի, երկուսն էլ լիուլի արդարացրել են, անցել են սիրախաղերի մեջ չեն մտել, կոալիցիայի մեջ չեն մտել, շուտ օրինագծերի կողմ չեն քվեարկել եւ այլն։ Սենց արեք։ Այսինքն խնդիրը ինքնին նոր լինելը չի, ընդհակառակը նոր ուժեր, եթե դրանք իրապես ազգային ներհայեցողությամբ ազգային ուժեր են, միմիայն ողջունել կարելի է, որ խեղճ ու կրակ քյասիբ երկրում, քյասիբի դե բոլոր առումներով, որովհետև քյասիբությունը ինքը համընդգրկուն երևույթ է, այնտեղ որտեղ կա նյութական քյասիբություն, այդտեղ ինքնաբերաբար առաջանում է նաև հոգու քյասիբություն, մտքի, գաղափարի, արժեքների, ամեն ինչ։ Դրանք փոխշաղկապակցված են, որից որն է սկսվում, որտեղից է այդ շղթան միանում, դժվար է ասել, կամ միգուցե հնարավոր է, բայց ոչ այս եթերի շրջանակներում, բայց ամեն դեպքում դրանք այսպես պատտվում են օղակաձև։ Հիմա որ մեր քյասիբ երկրում առաջանում են իրապես նոր ուժեր, այսինքն որոնք նաև հասկանալով այս բարդությունը մուտք են գործում այս ասպարեզ, միայն ողջունելի է, բայց դա պետք է ինքնանպատակ չարվի։ Սա էլ հիմա բանի մասին, սա էլ մաթեմատիկայի մասին։ Եվ ընտրությունների շատ ենք խոսում, բայց ուզած ենք խոսում, որովհետև դրանք լինելու են անկախ մեր կամքից եւ դրանց նախապատրաստությունը վաղուց սկսված է, վաղուց ապրում եմ, տենց մի հատ բան կա, իրական պատմությունը Արաբստանում
որ Օսմանյան կայսրության կազմում էր, Օսմանյան վարչարարություն, բան, առանձնապես Զաքս, Մաքս, ինչ։ Հետո երբ որ մանդատային տարածքներ դարձան, ապագա Լիբանանը, Սիրիան, Պաղեստինը, ֆրանսիացիք, անգլիացիք բան սկսեցին վարչական մինիմալ բան անել, էլի իշխանություն բանեցնել, կարգ հաստատել ու բաներ էին բաժանում, անձնագրեր էին բաժանում, նրանք ովքեր չէին հիշում երբ են ծնվել, իսկ մեծ մասը չէր հիշում, որովհետև այդ մեր մեծերի մեջ էլի դեպ Հայաստանում կան մինչև հիմա այդպիսի շատ են քչացել, բայց գոնե մեզնից 1-1.5 սերունդ առաջ ավելի շատ էին, որ ասում էր տատի դու երբ ես ծնվել, ասում էր չգիտեմ, մերս պատմում էր, որ հունձ անելու ժամանակ էր կամ սովի տարին էր կամ չգիտեմ երբ էր, արաբները համատարած համարյա չէին հիշում ով երբ է ծնվել ու այդ դեպքերում բան էին անում, որպես կանոն անգլիացիք, ֆրանսիացիք գրում էին 1900 Հիմա մի հատ արաբ պապի բան են անում, ասում են պապի դու էլ ես 1900-ին ծնվել, քանի տարեկան ես, ասում եմ երեխեք ջան չեմ հիշում, ասում եմ ո՞նց կնի չհիշես էլի, հա ասում եմ չեմ հիշում, ես մենակ գիտեմ որ ես վաղուց ապրում եմ, հա արաբերեն սալի զամանը այշ է, վաղուց ապրում եմ, հիմա վաղուց սկսվել է նախընտրական բանը, պայքարը, բոլոր ուժերն են սկսել, իշխանական, քվազի իշխանական, իշխանական արբանյակային, ընդդիմադիրների մեջ ինձ հայտնի չի որևէ մի ուժ, որը հայտարարած լինի, որ մենք չենք մասնակցելու, մեզ հանեք այդ ցուցակից, մեզ ոչ էլ դիտարկեք, մեր վրա բոչկամի գլորեք, մենք չկանք այդ ամեն ինչում գնացեք ինչ ուզում եք արեք, չկա նման ուժ, միգուցե լինի ինչ-որ ուժ կամ ուժեր, որ չմասնակցեն, բայց գոնե այն ինչ-որ տեսնում ենք ու ինչը մեզ քաշ ծանոթ է հայաստանյան քաղաքական պատմությունից, ապա բոլորն էլ պատրաստվում են եւ բոլորն էլ մասնակցելու են։ Հետեւաբար մենք խոսում ենք բանի մասին, որ անխուսափելի է եւ որի վրա մենք դեռևս ունենք ազդեցություն։ Յուրաքանչյուրս իր չափով։ Հա։ Ինչքան ժամանակը մոտենա, այդքան այդ ազդեցությունը ավելի քչանալու է, ինքը նեղ ինչ-որ բան է դառնալու, նեղ միջանցք է դառնալու։ Եվ այդ ազդեցությունը սա պետք է բանեցնել, հիշեցնելով ազգային ընդդիմադիր ուժերին, որ չի կարելի ընտրությունների գնալ պարակտված իրար մեջ, իրար ասելով ես նկատի չունեմ X կուսակցությունը ինքը իր մեջ, չնայած այդ վաբշե չի կարելի, բայց նկատի ունեմ X ընդդիմադիր կուսակցությունը Y ընդդիմադիր կուսակցության հետ։ Հիմա տեսեք ես բերեցի բանի օրինակը 18 թվի նախ անցած ընտրությունների օրինակը եւ մի տեսակ նույնիսկ իհարկե այդ միտումը ես չունեի, բայց կարող էր ինչ որ մարդկանց մոտ, դիտողների մոտ մեղադրանքի տպավորություն լինել, որ այ ինչի չեն այնպես արել, որ կարողանային անցնել, միգուցե ինչ որ բաներ փոխեին, թանդաղացնեին եւ այլն եւ այլն։ Սա անցյալի մասին է։ Հիմա հələ որ ապագան ինչ-որ չափով մեր ձեռքերում է։ Պետք է այս հոգեմտածողական փոփոխությունը լինի, այն օրը Վրթանեսյան Կարանի հետ էինք այդ քննարկում հարթակ 22-ում, որ ոնց պետք է լինի, ինչ պետք է լինի, ոնց մարդկանց բացատրենք, որ օկուպացիա է, լուծա է, սա այն է, ասի պետք է հոգեմտածողական փոփոխություն լինի, դա էլ էլիտայի շրջանում, դա էլ այսպես երկարատև զրույցների բացատրական աշխատանքի արդյունքում կարող լինի, որ ի վերջո պետք է ազնիվ լինել այս հարցում, եթե արդեն իսկ գոնե դեկլարատիվ մակարդակում կա կոնսենսուս համաձայնություն, որ մենք ազգային ազատագրական պայքարի մեջ ենք, ինչ եմ ասում դեկլարատիվ, որովհետև հռչակագրային, որովհետև ավելի ֆունդամենտալ մակարդակում դժվար է ասել, այսինքն ընդհանուր դաշտի գործողությունների տրամաբանությունը այդքան էլ շատ լավատեսության տեղ չի թողնում պնդելու, որ հենց sense ֆունդամենտալ էլ բոլորը դրան հավատում են, բայց գոնե հռչակագրային կոնսենսուս կա, ապա ուրեմն հռչակագրից պետք է մի քայլ են կողմ անցնել։ Ազգային ազատագրական պայքար նշանակում է, որ այդ պայքարը վարողների մեջ չպիտի բան լինի, գժտություն լինի, պառակտում լինի, այդ պայքարի մարտիկների մեջ ղեկավարներից սկսած, ժողովրդով վերջացրած անհաշտություն չպետք է լինի։ Այդ պայքարը չպետք է ունենա այլ թիրախ,
բացի այն սուբյեկտը, որը առաջացրել է այդ ազգային ազատագրական պայքարի կարիքը։ Հիմա լավ ով ի վերջո ում պատճառով ենք այսօրին, ով է մեր թշնամին, թշնամին ի դեպ ցանկացած համակարգի լավագույնս կարող է բնորոշել այն, թե ում է նա համարում թշնամի։ Ես դրա համար խորհուրդ եմ տալիս բոլոր հին, նոր, անցավոր, կալիք ուժերին, որոնք հակաիշխանական հայտ են ներկայացել բնականաբար, առանձնապես իմաստ չկա դիմելու իշխանականներին։ Չնայած այսօր մի բացառություն արել եմ, հիշեմ, ուրեմն դրա մասին եք խոսեմ։ Հակաիշխանական հայտ ներկայացրած ուժերին ես հորդորում եմ չփորձել դեհումանիզացնել, իրավազրկել մնացած ընդդիմադիր ուժերին։ Հիմա շատ է քննարկվում կոնկրետ օրինակ, բայց ինչ ճանաչողները գիտեն, ես հիմնականում նախընտրում եմ երևույթների մասին խոսել, հատկապես որ այս երևույթը 5 տարիակա, 1-2 օրինակի մասին չի խոսքը։ Այդ գայթակղությունը ասելու, որ թող նախկին նախագահները ցույցի չգան, իրանց դեմքով չլնեն, Պողոսի դեմքով լնեն, չառաջադրվեն, իրանք փողը տան, բայց 29-րդ շարքում կանգնած լնեն Չերևան, անհայտ մարդկանց բերեն, ինձ բերեն, փլանին բերեն, փստանին բերեն։ Նայեք, երբ որ դուք մտնում եք քաղաքական պայքարի մեջ, հայտ եք ներկայացնում, հակաիշխանական հայտ եք ներկայացնում եւ ասում եք, որ ձեզ խանգարում է այսինչը, թող այսինչը չխաղա, այսինքն զրկում եք իրան խաղալու իրավունքից։ Նշանակում է, որ ձեր հիմնական քաղաքական ախոյան դուք տեսնում եք այդ ինչին։ Այսօր նույն բանն էինք քննարկում Հայելի ակումբում, ասի ընկեր Անժելա, ըստ ձեզ, օրինակ, ով պիտի չմասնակցի ընտրություններին, որպեսզի մենք հաղթենք։ Պաուզա գնաց, ասի ԿՊ-ն։ Ես օրինակ, եթե տեքստ ասեմ այդպիսի, ասեմ, ինչ լավ կլինի ԿՊ-ն չմասնակցի, մենք միանգամից կկրենք, առանց այլևայլությունների։ Հասկանալի է, որ այդպես չի լինելու, բայց ում ես դու թիրախավորում որպես գեր թշնամի, արխի թշնամի, այսպես ասած, բնութագրում է նաև, թե ում հետ է քո հիմնական խորքային առումով, հիմնական տեսակային, քաղաքական տեսակի մասին անշուշտ խոսքը խնդիր է։ Խորհուրդ կտամ զերծ մնալ, որովհետև տեսեք, օրինակ ես ԿՊ-ի մասին շատ հանգիստ կասեմ։ ԿՊ-ն թող չմասնակցի ընտրություններին։ Դե քաղաքագետի կաբինետում էլ չեմ ասի, որովհետև քաղաքագիտություն չկա, դա ուղղակի հրապարակախոսական, քաղաքացիական դիրքորոշում է։ Բայց որևէ մեկ ուրիշ ուժի մասին առանձին վերցած չեմ ասի։ Այո, կասեմ, թող բոլոր այն ուժերը, ովքեր չունեն իրատեսական շանս անցողիկ շեմը հաղթահարելու, թող չմասնակցեն։ Այսօր 8 անգամ ասեցի, բայց դա ուրիշ է։ Այդտեղ ես անձնապես որևէ ուժի չեմ զրկում իրավունքից կամ փորձում թեկուզ զրկել։ Այդտեղ հավաքական առումով ինչ որ չափորոշիչ է դրվում, այդ չափորոշիչն էլ դրվում է իսեր հաղթանակի, եւ ասում ենք, որ այս չափորոշիչին օբյեկտիվորեն, գիտականորեն, ասենք սոցհարցում է արվում, դուք, չգիտեմ, ունեք 21%, իսկ անցողիկը 4-ն է։ Մի մասնակցեք, թող այդ 21%-ի ինչ որ մի մասն էլ, եթե ոչ ամբողջը գնա անցողիկներին։ Այստեղ օբյեկտիվ է ամեն ինչ։ Բայց բանի հարցում, որ եթե նախկին նախագահները չգան, չգնան, չվերկենան, չզարթնեն, չմասնակցեն, իրանց դեմքով չլնեն, այդտեղ ոչ մի օբյեկտիվություն չկա։ Մեր նախորդ թողարկմանը այդ մասին հանգամանալից խոսել ենք, որ այո, ինչպես բոլոր, գրեթե բոլոր բացառության մեկի թերևս քաղաքական գործիչները հայաստանյան, իրենք եւս իրենց հակավարկանիշը կամ չսիրվածությունը նույնպես ավելի բարձր է, քան սիրվածությունը, բայց դրանից ուղղակիորեն չի բխում, որ եթե իրանք չմասնակցեն, ինչ-որ մեկը ջախջախելու է, ընդհանրապես չի բխում։
Եվ այն միակ բացառությունը, որ խոստացա պատմել, ասի որ ընդհանրապես իշխանականներին ես չեմ դիմում, այսօր բայց մի բացառություն արեցի եւ հիմա էլ կանեմ, քանի որ վերաբերվում է մեր գերաշնորհ Միքայել arczepiskopos Աչապարյանի առողջականին, մարդուն անապահ վիրահատություն է պետք, որ մեն բժշկական հաստատությունում Իզմիրլյանում, որտեղ որ պետք է, ու դա կմահաճույք չի, դա նորմալ պրակտիկա է, ցանկացած արդար դատավարական համակարգ դա հաշվի կառներ, որ մարդը ունի հիվանդության պատմություն եւ ըստ այդմ նաեւ բուժման պատմություն, սրանք տերմիններ են բժշկագիտական, կլինիկական եւ ըստ այդմ մարդու առողջության լավագույն շահից է բխում վիրահատվել այնտեղ, որտեղ իր ամբողջ հիվանդության պատմությունն է, որովհետև դա խնայում է ժամանակ ամենակիչը եւ մինիմիզացնում է նաեւ նոր բժշկական սխալի ռիսկերը, որովհետև նոր բժիշկը ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի, նորից զրոյից պետքա ծանոթանա հիվանդության պատմությանը։ Հիմա ինչ որ ձգձգում են, ասում են չէ տեմի գնա վիրահատվի, ուրիշ տեղ գնա վիրահատվի։ Եթե մի ասելիք կա, որ ես կուզեմ ասել այս իշխանությունների ոչ այն ամենավերնախավին, այդտեղ իրոք իմաստ չկա ոչինչ ասելու, այլ արդեն մի ծունկ, երկու ծունկ ներքև։ Ապա դա այն է, որ այս իշխանությունը հավերժական չէ։ Ձեզ համոզում են այդ մասին, ձեզ բերում են լիքը սուտ հիմնավորումներ, խառնած մի երկու ճիշտ հիմնավորումների հետ, բայց մի վագոն սուտ հիմնավորումներ, որ տեսեք, էսի սենց այնին նենցա սրա մասին ես գիտենք, այն գիտենք, ամերիկացիք սենց են ասել, էսա էսի էսա առնելով, դա ռուսներն են դաժե մեր կողմից ինչա բանան, մեն օրը ես սրա հետ եմ հանդիպել, նա նրա հետ է հանդիպել, Հավայի բան են անում, այս ընդդիմությանը հույս են տալի Ռուսաստանն էլ է մեր հետ, մենք էլ իրանց էսենք, էս լավությունն ենք անում, այն ենք անում, վեճներից մի դրեք, ով պիտի ինչ անի, ով պիտի ինչ անի, նրա ընդդիմությանը նայեք, սա սենց է, սա նենց է, սրա վրա ես ունենք, սա այն ունենք, սա այն ունենք, Արցախը հանձնել ենք, մարսել ենք, աղբորպես ինչ ասում ենք, էդ էլ արեք, մեր դեմ խաղ չկա։ Եվ իրենց նույնիսկ հանրային կեցվածքը, հայտարարությունների սրությունը ինքնին վկայում է դրա մասին, որ հանգիստ կանգնում ասում են այո, ԱԱՑ-ն պիտի հենց վաղուց զբաղվեր այս ամեն ինչով, ԱԱՑ-ին խնդրում ենք, որ գնան քահանաներին հանդիպեն, ասեն սենց արեք, նենց մի արեք, սրանք հաղորդումներ են։ Բայց մարդկանց վեճին չի։ Այլ պայմաններում այդ կլներ բան, ինչ որ իրավախախտում, բան եւ այլն, իրանց վեճին չի։ Եվ այդ հատուկ է նաեւ արվում։ Այդ նաև արվում է, որ օրինակ հիմա իրանք ում պետք լինի արդարադատության նախարարը, չգիտեմ, քերակատարողականների պետը ինչա, ասեն վեճներից մի դրեք, որ նա էլ ընդեղից վախեցած ասի, բայց ոնց վեճից չդնեմ, բա որ այս մարդը աստված չարած մահանա, այդ ին վրա է մնալու, ասեն, հա ինչ պիտի լինի։ Արցախում քանի հոգի մահացավ, քանի 1000 մարդ մահացավ, կորոնայից քանի 1000 մարդ մահացավ, ինչ փոխվեց։ Ինչ տապակած, որ տենց բանի մեջ ես ընկել, տվայտանքների մեջ ես ընկել, այ քեզ բան։ Մահացավ։ Այնքան են մահացել, այդ որից ինչա փոխվել, չես տենում մի բան էլ մեր դիրքերը ավելի են ուժեղացել։ Ես 5 մատից պես գիտեմ ձեզ ինչ են ասում։ Բայց ոնց որ գումարբազը որ մտնում է կազինո, կազինոներում գիտեք երևի ժամացույցներ չկան, այդ հատուկ հնարք է, որ մարդ կորցնի ժամանակի զգացողությունը, բայց նույնիսկ եթե լինեին ժամացույցներ, ոչ մեկը առանձնապես դրանց չէր նայելով, որովհետև այդ ժամանակ մարդը ուղիղ սկսում է կտրվել իրականությունից ու այլ կերպ աշխատել, ձեր ուղեղներն էլ են կտրվել իրականությունից, դուք իրոք ժամանակը հիմա անցալում եք շատ նեղացած ձեր շուրջ, ձեզ թվում է ոնց որ Հայաստանն է ձեր շուրջը պտտվում, կամ դուք Հայաստանին պտտում եք ձեր շուրջը, այդպես է ժամանակն է ձեր շուրջը պտտվում։ Եվ այս ամեն ինչին երբեք վերջ չի լինելու։ Սա այսպես է շարունակվելու է։ Կամ եթե վերջ լինի, լիակատար վերջ է լինելու, էլ ոչ հաշիվ պահանջող, ոչ հաշիվ, ոչ մի բան։ Այդպես չի։ Այդ ձեր մեղքը չի, դե Զավադսկոյը այդպես լինում, ով դառնում է
իշխանության կրողով դառնում է, էլի դա կորցնում է զգացողությունը։ Նայեք բոլոր բռնապետերի ավարտը ինչ ա լինում։ Ոչ մեկին չի մնում իշխանությունը ու ձեզ էլ չի մնալու։ Իհարկե դուք կարաք առավելագույն վատություն անեք, ձեզնից հետո փորձեք մաքսիմալ ավերակներ թողնել, որ հաջորդ ազգային իշխանությունը սենց գա ու գլուխը բռնած ասի ես ինչ ա, ու դուք էլ կողքից չարախնդակ, որ դե գնացեք գլուխ անեք, այդքան ուզում էիք մեզ գցեք, դե հենա տեսեք ինչ ենք թողել, բան չենք թողել։ Հա, այդ դուք կարաք անեք, բայց ես հիմա չեմ խոսում ձեր հայրենասիրական զգացումներից, ավելի ճիշտ դրանց լիակատար բացակայության մասին, ես խոսում եմ անձամբ ձեր մասին։ Դուք պետք է մտածեք ձեր մասին, որովհետև այդ ազգային իշխանապողության օրը գալու է։ Բա դուք չունենաք ձեր ստրախովկեքը, այսպես ասած, որ գոնե ասեք, հա լավ հասկացանք համակարգի մեջ եմ եղել, բայց կոնկրետ ես ում երեխու մի կտոր հացն եմ խլել, ում ավան պատճառ եմ դարել, ոչ մեկի, հա հիմա այսքան հազար մարդ ա եղել, ես էլ եմ եղել, ինձ ինչ եք ուզում։ Ինչ եմ արել կոնկրետ։ Հա, եղել եմ այս իշխանության մաս, հիմա էլ այդ իշխանություն չի, դուք եք ապրեք, հալալա ձեզ, բայց իմ վրա ինչ կա, հանցակազմ կա, չկա։ Չեք կարա ինքնին դատեք զուտ, որ ես եղել եմ այդ իշխանության մաս, ոստե գենոցիդ չի։ Ես հանցանք չեմ գործել։ Կամ գոնե ծանր հանցանք չեմ գործել։ Բա պիտի կարենակ էդ ասեք։ Բա բան եք, բա իշխանություն եք, էլիտա եք։ Ձեր համար բարով, մեր համար ոչ բարով։ Բա պիտի ես գտածակը ունենաք։ Մի քիչ երկար մտածեք, գոնե ձեր շահերի տեսանկյունից, երկրի մասին որ չեք մտածում, այդ արդեն բան է։ Պյութագորասի թեորեմից ավելի հեշտ ցուցադրվող բան է։ Մտածեք, զգուշ եղեք։ Ասում եմ թող լավ լինեն հորս արև, բայց ամեն զգուշ լինեն։ Հարգելի ընթերցողներ, մի մոռացեք, խնդրում եմ բաժանորդագրվել, նայած ով որտեղ է նայում, էլի։ Մեզ նաև TikTok-ով են նայում ենք, TikTok-ում ենք։ Բաժանորդագրվեք, follow տվեք TikTok-յան ալիքին, YouTube-ով նայողների համար հայկական ալիքի YouTube-յան ալիքին եւ հնարավորության եւ ցանկության պայմաններում նաեւ հղումը տեսնում եք, ովքեր որ YouTube-ով եւ Facebook-ով են նայում ներքևի աչանկյունում Patreon-ի կարող եք նաև ձեր մասնակցությունը եւ ներդրումը բերել այս եւ Աստված տա նոր տարուց արդեն հունվար-փետրվարից այս օրինակ այլ վիդեո բովանդակության արտադրությանը պինդեղեք վերջում ամեն ինչ լավ է լինելու իսկ եթե լավ չի ուրեմն դեռ վերջը չի